Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստում 5 երկրների նախագահները քննարկել են 5 ազդեցիկ պետությունների Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի, Իսրայելի և Եգիպտոսի հետ տնտեսական գործակցությունը խորացնելու ծրագրերը։ Աստանայում այս անգամ շատ են խոսել Չինաստանի մասին։ Մետաքսի նոր ճանապարհի չինական գաղափարը կյանքի կոչելու աշխարհագրական ուղին անցնում է հենց եվրասիական տնտեսական տարածքով։ Առանձին դիտարկում ենք այլ կառույցների Եվրամիության Շանհայի համագործակցության կազմակերպության, Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և այլ կառույցների հետ առևտրատնտեսական կապերի ամրապնդման հնարավորությունը։ Մեր միության միասնական շուկան պարտավոր է կապող օղակ դառնալ Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի միջև։ Ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի մեր սկզբունքը համընկնում է Մետաքսի նոր ճանապարհի չինական նախաձեռնության հետ։ Նախագահ Սարգսյանը հիշեցրել է, որ միջկառավարական խորհրդի երևանյան նիստին հաստատվել են Չինաստանի հետ բանակցությունների սկզբունքները։ Հուսով եմ, որ հաջորդ նիստի ժամանակ հանձնաժողովը կզեկուցի բանակցային գործընթացի մեկնարկի մասին, որի վերջնական նպատակը կցանկանայինք տեսնել մեր սերտ համագործակցության համար իրավական հիմք ստեղծելը։ Նախագահը նաև անդրադարձել է եվրասիական ու եվրոպական միությունների միջև գործակցության կարևորությանը։ Ինտեգրացիոն երկու միավորումների միջև համագործակցությունը պետք է նպատակաուղղված լինի առևտրի, աշխատուժի, ծառայությունների և կապիտալի ազատ շրջանառության ապահովմանը։ Այն պետք է նպաստի առանց բաժանարար գծերի ընդհանուր տարածքի ձևավորմանը։ Այս համատեքստում կարևորություն ենք տալիս Եվրոպական հանձնաժողովի հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցությանը։ Բայց բոլոր ծրագրերը կյանքի կոչելու համար նախ եւ առաջ պետք է ապահովված լինի ամենակարևորը՝ անվտանգությունը եվրասիական տարածքում։ Անվտանգությունը մեր պետությունների տնտեսական զարգացման և բարգավաճման հիմքն է։ Չափազանց կարևոր եմ համարում, որ Եվրասիական տնտեսական միությունը ձևավորած երկրները միաժամանակ անդամակցում են ՀԱՊԿ-ին, որի հիմնական նպատակը մեր տարածքում համապարփակ անվտանգության ապահովումն է։ Նախագահի խոսքով ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից իրադրության լարումը լուրջ մարտահրավեր դարձավ ԵԱՏՄ ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար։ Վտակն ակնհայտ է, կամ Եվրասիական տնտեսական միության տարածքը մեր միջազգային գործընկերները կդիտեն որպես տնտեսական զարգացման, կայունության և անվտանգության գոտի, որտեղ կարելի է ներդրումներ կատարել, երկարաժամկետ ծրագրեր նախաձեռնել, կամ բոլորը կընտելանան այս բարդ իրավիճակին և կառաջնորդվեն նրանով, որ այստեղ լարվածության և երկպառատության մշտական օջախներ են։ Չեմ կարծում, որ երկրորդ սցենարը բխում է մեր երկրների շահերից։ Նախագահը հայտարարել է, որ Հայաստանը չի կարող անմասն մնալ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիվ գործողությունների դեպքում, նշելով, որ Արցախի ինքնապաշտպանական ուժերը արագ վերականգնեցին իրավիճակը և կարևոր դեր խաղաց Ռուսաստանը, որին Ադրբեջանը դիմել էր զինադադարի ռեժիմի վերահաստատման խնդրանքով։ Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ հանդիպում կայացավ, որի ընթացքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին վստահության ամրապնդման միջոցառումների շփման գծում մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի հաստատման ուղղությամբ։ Հայաստանը մտադիր է հետևողականորեն աշխատել այս պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ։ Նիստի ավարտին նախագահները ստորագրել են ավելի քան 1 տասնյակ փաստաթղթեր, այդ թվում Եվրասիական տնտեսական միության նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման մասին հայեցակարգը։ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ այս պահին պատրաստվում են գործակցության համաձայնագրեր Եվրասիական միության և Հարավային Կորեայի ու Էկվադորի միջև։ Ստեղծվել է ազատ առևտրի գոտի Վիետնամի հետ, պատրաստվում են կոնկրետ ծրագրեր ԵԱՏՄ-ի և Մետաքսի ճանապարհի նախաձեռնության համադրման գաղափարը զարգացնելու ուղղությամբ, ստորագրվել են հուշագրեր Մոնղոլիայի, Պերուի, Չիլիի միջև, կան ծրագրեր պատրաստել առևտրային համաձայնագրեր Սերբիայի հետ։ Հանդիպումից հետո Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ գործակցության հուշագրեր են ստորագրվել նաև Կամբոջայի և Սինգապուրի հետ։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերին Մոսկվայում։ Դավիթ Սարգսյան, ժամը լրատվական։